Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ շաբաթ օրը կայացավ մի խմբավորման հավաք օպերայում, Ազատության հրապարակում, մոտ 12500 մարդ, չնայած որ այս ամեն ինչի մասին կարծես թե առաջին օրը, թե երեք հանգստյան օրերին բավականին խոսվել է, այնուամենայնիվ մեր հաղորդումով նույնպես կանդրադառնանք մի երկու բառով, բայց նախ եւ առաջ կարելի է երևի թե մի փոքր հեռվից գալ։ Խոսքը Հունգարիայի նախագահի ընտրություններում Օրբանի կրած պարտության մասին է, ու շատ քաղաքականագետներ, շատ քաղտեխնոլոգներ ասում են, որ այստեղ պարտվեցին թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանի Դաշնությունը, որ Օրբանը հայտներ իր ռուս-թուրքամետ կողմնորոշմամբ եւ ռուս-ադրբեջանամետ կողմնորոշմամբ եւ ինչու ոչ պարտվեց նաեւ թուրք-ադրբեջանական բանը եւ հաղթնշահած դուրս եկավ Եվրոպան, Եվրամիությունը։ Դա դեռ կտեսնենք, ես մեկը չեմ շտապի գնահատականներ տալ, որովհետեւ աշխարհը անակնկալներով մշտապես լի է, հույս ունեմ, որ դա ճիշտ է, ճշմարտություն է, բայց ինչու հանկարծ որոշեցին Օրբանից գալ։ Հա, իմիջիայլոց բանը Աշոտյանը մի բան էր ասում, այ Գուրգեն Սիմոնյան, դե Հունգարիայում հիշում եք դեպքը տեղի ունեցավ եւ ադրբեջանցին կասնահարեց մեր հայ սպային, հետո նրան չդատեցին, որովհետեւ երևի Սերժ Սարգսյանն էր այստեղ ղեկավար, անատամ տենց ատամներ ցույց չտվեցին, անատամ քաղաքականության արդյունքում, որքան էլ որ մեր իրավաբանները փորձում էին արդյունքներ գրանցել, այնուամենայնիվ կուլիսներում տարբեր պայմանավորվածություններ կարծես թե եղան, ու Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ որ կանգնացրեցին նրա արձանը եւ նա դարձավ դասագրքային հերոսական կերպար ադրբեջանցի երեխաների համար։ Բայց Աշոտյանը նստած ասում էր, այ սա նրա Գուրգեն Սիմոնյանի վրեժն էր, որ մասամբ լուծվեց։ Ասենք Աշոտյան, լուրջ ես ասում, որ Օրբանը չընտրվեց Հունգարիայում, դա Գուրգեն Սիմոնյանի վրեժն էր, մասամբ լուծվեց։ Ու գիտեք, այստեղ այնքան ոչ Աշոտյանն է, ոչ իր ասածն է, այստեղ ամենաուժեղը գիտեք որն է, որ մոտավորապես այսպիսի գնահատականներ, այսպիսի լեզվամտածողություն են մեզ դաստիարակել տարիներ ի վեր, ու այսօրվա դրությամբ զարմանում են, թե ինչի հանրությունը իրանց չի սատարում, իրենց չի ուզում լսի, իրենց չի ուզում հավատա, ու մի հատ էլ այդտեղ են գազազում կպնում ժողովրդի ջանին։ Լուրջ է, սա քաղաքական գործ չի, արտահայտություն է։ Դուք մսխեցիք, դուք այդ իրադարձությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում ուղարկել ենք սպա։ Ես իհարկե չեմ սիրում անընդհատ իմ հաղորդումներով բան անել, ցավը նորոգել մարդկանց մոտ, անընդհատ թարմ պահել, ինչպես դուք եք սիրում դա անել, բայց կներեք էլի, կներեք, այդպեսին պիտի լիներ Հայաստանի դիրքորոշումը, այսինքն Ադրբեջանի սպան սպանում է Հայաստանի սպային Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում, ու դուք չկարողանաք դատավարություն կրեք, էլ ինչ էր, էլ ում եք պետք դուք, ով եք դուք։ Ես վստահ եմ, անգամ դե լուրջ գումարների մասին էր խոսքը այդ ժամանակ, իբր Ադրբեջանը 200 միլիոն փող է տվել Հունգարիային, նրանք էլ փոխարենը այդ լավությունն են արել։ Ես վստահ եմ, այդ 200 միլիոնից հանգիստ կարող է այնպես պարզվի մի օր, որ դուք էլ եք մասնաբաժին ունեցել, կամ այդ 200-ից, կամ էլ հավելյալ ինչ-որ գումար։ Լուրջ եմ ասում, թե զարմանամ։ Ու դուք ինչ արեցիք, ձեր մաքսիմումը որն էր, վերցրեցիք, խզեցիք հարաբերությունները Հունգարիայի հետ։ Սա ձեր մաքսիմումն է եղել։ Այսինքն վերցրեցիք ու պետության հետ թշնամանք բան արեցիք ու փակեցիք, փոխանակ այդտեղ լուրջ բա ինչի՞ մի հատ լուրջ աշխատանքներ չէիք տանը։ Եդ մանավանդ որ ձեր համոզմունքները երբ որ նայում ենք, իբր այտենց դուք
ասենք Սերժը ելույթ չի ունեցել ու բան Արցախն էլ իսկապես հենա անկախանում էր էլի։ Բայց ինչ էր։ Բա մի հատ սրեիք իրավիճակը, մի հատ հələ բան։ Լավ, ինչ որ է, հարցը սա էլ չի դեռ։ Պատկերացնում եք Նարեկ Կարապետյանը կամ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները այդ բան խմբակցության, կուսակցության, չգիտեմ հիմա դա կուսակցությունը ինչա դեռ չեմ հասկանում։ Այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները ասում են այ տեսեք իրանց էլեկտորատին էլի, դե իրենք գիտեն որ իրանց էլեկտորատի մեջ խաբվածներ կան, ովքեր կարծում են թե իրանք ամեն դեպքում են քանել ռուսական չեն, դե բերել են չէ Իսրայելից, Հունաստանից, չգիտեմ Ամերիկայում ընկերներ ունենք, ընկերներ մենք էլ ամեն տեղ էլ ունենք այ քեզ բան։ Եթե ձեզ թվում է թե չգիտեմ Դաշնակցությունը Ամերիկայում ավելի շատ ընկերներ ունի, ում են պետք։ Նույն ռուսամետ ուժը չէ։ Մի խոսքով։ Ու դուրս են տեսեք ժողովուրդն այնտեղ ազատագրվեց բանից հին իբր երկար ժամանակ կառավարող ուժից բան շնորհավորում են նու ասես բան են էլի կերցնում ասենք լավ ում եք էշի տեղ դնում էլի ում ասենք տեղյակ է Պուտինը որ դուք ստեղ այդպես բաներ եք խոսում կամ ասենք որ այնտեղ Եվրոպամետ ուժը հաղթեց դուք իսկապես շնորհավորում եք այդ դեպքում ասացեք խնդրեմ այն ծաղրու ծանակի վերացված ուղերձը որ կար այն պատմական խնդալու ուղերձը այդտեղ երբ որ Սամվել Կարապետյանն ասում էր թե ում հետ են հարաբերություններ հարթելու ինչի Եվրոպայի անունը չտվեց Եվրամիության անունը չտվեց ինչ ասեց հիշում եք մենք կառուցելու ենք ուժեղ չգիտեմ ինչ Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների հետ, Անգլիայի հետ, իմիջայլոց ես փոքրիկ շտկում եմ ուզում իմանամ, Անգլիայի, թե Մեծ Բրիտանիայի, թե Միացյալ Թագավորության, որովհետև սրանք իհարկե նույն տարածաշրջանում են, բայց շատ տարբեր բաներ են, տեղյակ չեք, Այդ բացեք բանը դուք սիրում եք չէ արհեստական բանականությամբ աշխատել մի հատ հարց տվեք արհեստական բանականությանը որն է Անգլիան որն է Մեծ Բրիտանիան եւ որն է արդեն Միացյալ Թագավորությունը կամ երբ որ ասում ես Միացյալ Թագավորություն իսկ Եվրոպան ուր է հա երևի Ֆրանսիայի անունը չէր կարելի տալ ճիշտ է Ֆրանսիան սանկցիաները ախր կիրառել քո դեմ Սամվել Կարապետյան դու ոնց Ֆրանսիայի անուն կտաս այ вот դասադա բայց Եվրամիությանը չեն աշխատելու ամեն դեպքում Ամերիկայի հետ չգիտեմ ոնց են աշխատելու Ամերիկա Ռուսաստան երկու բևեռների հետ ինչ են անելու այսինքն մի կողմից կողմից ես ճիշտ եմ հասկանում որ փորձում եք Նարեկ Կարապետյան խաղալ որպես բալանսավորման քաղաքականության ջատագով որովհետև երբ որ տարբեր բևեռների հետ համահունչ օրինակ այսօրվա իշխանությունը բոլոր բևեռների հետ աշխատում է Եվ նա ասում է, որ ինքը բազմաբևեռ քաղաքականության ջատագով է, ինքը տենց է աշխատում, բալանսավորման քաղաքականություն։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք եք բալանսավորման քաղաքականության կողմնակից։ Եթե դուք ուզում եք ասել, ուզում եք համոզել, որ դուք բալանսավորման քաղաքականության կողմնակից եք, ապա դուք խաբում եք հենց այս գլխից ժողովրդին, ամեն ինչում։ Որովհետև չի կարող ռուսաստանյան անձնագրերով կուտակված խումբը, ասենք թեկուզ երկքաղաքացիության բանով, կապ չունի դա։ Եվ Ռուսաստանում բիզնեսներ արած մարդը, Ռուսաստանից հնչող սպառնալիքների ֆոնին, իմիջայլոց ձեզ են օգտագործում Հայաստանի դեմ սպառնալիքներով, որ խոսում են, մենք պիտի խառնվենք, մենք խառնվենք, խառնվելու են ձեր միջոցով, հենց չի, որ ռուսներ են գալու խառնվեն, կամ 102-րդ ռազմաբազա սպեցնազ, ձեր միջոցով, իրանց սպեցնազը դուք եք, իրանց 102-րդ ռազմաբազան դուք եք այս պահին, պետության դեմ։ Ապա ոնց եք անում այդ բալանսավորումը։
Եվ այդ բալանսավորման մեջ որտեղ է Եվրոպան։ Իմիջայլոց գիտեք, այս խաղաղության փխրուն խաղաղության հաստատման ֆոնին շատ անուրանալի դեր ունի Եվրամիությունը, Եվրադիտորդները, անուրանալի։ Այ Սերյան Օհանյանի այն ծաղրանքով ասում ես, չէ՞, ինչ պիտի անեն իրանց թուղթ ու գրիչ հեռադիտակով։ Իրանք իրանց թուղթ ու գրիչ ու հեռադիտակով արել են շատ ավելի բան, քան ռուսները իրանց BTR-ներով սահմանին կանգնած։ Նրանք մեզ թիկունքից խփեցին, հելան փախան։ Հասկանում եք։ Թե չգիտեիք դուք դրա մասին։ Հիմա, օքեյ, լավ, ասենք թե չգիտեիք դրա մասին։ Հիմա իմացաք, ո՞րն է ձեր հաջորդ գործողությունը լինելու։ Ասեմ, շարունակել հայ զինվորի թիկունքին խփած ռուսի հետևից գնալը։ Սա լինելու է ձեր շարունակությունը։ Միևնույնն է, դուք դրանք չեք կարող ընդունել որպես բան։ Չեք կարող, որովհետև չեք կարող, ի բնե չեք կարող։ Սա է։ Այսինքն դուք ոչ թե բալանսավորման քաղաքականություն եք վարում, այլ դուք ցույց եք տալիս, որ դուք իբր բալանսավորման քաղաքականություն եք վարում, այնտեղից բացառելով Եվրոպան։ Դե այնտեղ տակը ինչ է մնում, Ամերիկա, օվկիանոսից այն կողմ, ու մնացածը օվկիանոսի այս կողմում, ուրեմն շատ հեշտ ու հանգիստ գնացինք Ռուսաստան։ Գնալ Ռուսաստան, տեսեք, դա նշանակում է գնալ ոչ թե 2000-ականներ, դեռ Քոչարյանը առաջարկում է գնան 2000-ականներ, փոխանակ գնան 27 թիվ, ինքը հետ ուզում քաշի 2000-ականներ։ Մենք շատ ավելի խորը փոսի մեջ ենք հայտնվելու, շատ ավելի խորը փոսի։ Օրինակ, Ռուսաստանում ապրող շատ սիրելի հայեր, խնդրում եմ փոխանցեք ձեր հարազատներին։ Մոսկվայից ու Պիցերից որ դուրս ես գալիս, ուր ես ընկնում։ Ուր ես ընկնում։ Ինչքան փախած մարզեր կան, չէ՞, որ Բոգում забитые места եմ որ ասում, Աստծուց մոռացված վայրեր։ Այդպես բանի է սա վերածվում։ Իսկ ինչի համար է լավ պետք Հայաստանը Ռուսաստանին։ Հետ մտածել եք։ Սակարկելու համար, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ սակարկելու բան ունենա։ Ասենք, որովհետև փոխադարձ շահերի վրա են, չէ՞ աշխատում։ Հիմա եթե Ռուսաստանը Թուրքիայից մի բան ուզի, փոխարենը Թուրքիան ասի լավ, ես քեզ տալիս եմ սա, դու էլ ինձ տուր, էս ինչ բան է։ Ինչը պիտի ուզի Թուրքիան։ Ինչ կարա ուզի, ոչ մի բան։ Իսկ Հայաստանը պետք է Ռուսաստանին հենց սակարկելու համար թուրքերի հետ, ինչպես որ Արցախը սակարկեցին թուրք-ադրբեջանական ուժերի հետ։ Եվ տեղական 5-րդ Շարասյան բնականաբար։ Եվ Արցախի դատարկվելուց հետո տևական ժամանակ սրանց ծպտունը դուրս չէր գալիս, որովհետև գիտեին վերքը թարմա միանգամից կհակադարձեն։ Մի քանի ամիս թողեցին անցան, նոր քիչ-քիչով սկսեցին էլի անունները տալ։ Հիմա էլ դուրս են եկել, արդեն լրիվ բաց է, այդ խաղում են։ Այո, դա մեխանիզմներ են, որ օգտագործվում են։ Եվ ժողովուրդ ջան, գիտեք, խնդիրը հենց նաև այդտեղ է, թե ինչու են շատ ուզում մտնել այդ դաշտ, որպեսզի մեր մոտ ոչինչ չզարգանա, ոչ միայն կենցաղային առումով, ոչ միայն պետության առումով, այլ մեր ուղեղներում նույնպես թույլ չտան ոչինչ զարգանալ, որովհետև մեր ուղեղը եթե զարգանա, մեր սերունդները եթե զարգանան, հավատացեք, մենք շատ լուրջ գործոն կարող ենք դառնալ աշխարհում, եւ դա պետք է արգելափակվի։ Դա պիտի արգելափակվի, դա հնարավոր է արգելափակել մի պարագայում, երբ որ դու մի կայսրության ներքո ես։ Եվ այդ երիտասարդների, սերունդների մտավոր ձեռքբերումները կպատկանեն կայսրությանը։ Ինչպես որ խորհրդային միության մեր մեծամեծ գիտնականների այդքան արած դրածը ամբողջը ռուսականացվեց։ Հայաստանի համար ինչը սկսեց օգտագործվել, ոչ մի բանը։ Ոչ մի բանը, դեռ մի բան էլ պարտք մնացինք մի 100 միլիոն, հետ էլ եկավ Քոչարյանը այն մնացածն էլ նվիրեց վերջացավ գնաց։ Հիմա ուզում են շարունակել սերունդներով, որովհետև գիտեն մեր ներուժը, եւ բոլորը գիտեն մեր ուժը, եւ միայն մենք չենք ցանկանում գնահատել մեր ներուժը, մենք կասկածամտորեն ենք վերաբերվում մեր ունեցածի հանդեպ։ Պետք չի կասկածամտորեն վերաբերվել։
Այ այդ խոսույթը, բա հայերը դիվանագիտությունը թուրքերին, այ դիվանագիտությունը Իսրայելին, լուրջ եք խոսում։ Իսկ ինչ եթե հանկարծ ուսումնասիրենք ու պարզվենք, որ այդ դիվանագիտությունը նես լավ էլ բուն հայկական է, ու մեզ մոտ շատ լավ կարա ստացվի։ Եվ մեր սփյուռքի թեկուզ կենցաղային մակարդակը հենց դա է ցույց տալիս։ Դա դիվանագիտություն է։ Ինչպես է կարողանում հայ մարդը օտար միջավայրում իհարկե զրկանքների գնով, որովհետև ի սկզբանե ոչինչ չունի, կարողանում դառնալ գործոն իր միջավայրում։ Դա դիվանագիտությունն է հենց։ Բնածին բնատուր դիվանագիտությունը, որը կոմպլեքսներ ներարկելով փորձում են չեզոքացնեն, որ չէ, դուք ինչ դիվանագիտություն, դուք չեք կարող ինքնուրույն ձեր գլուխը պայել, ախր գիտեք ոնց, դուք կարող եք օրինակ թուրքական դիվանագիտության դեմ, կամ չգիտեմ ռուսական դիվանագիտության դեմ, չեք կարող, դրա համար էլ պիտի ավելի լավը լռեք, այսենց համոզում են, մենք ձեր տեղը կխոսենք, մեր ձեր փոխարեն կգնանք կներկայացնենք ձեր շահերը, լուրջ։ Ու կա մեր Հայաստանի Հանրապետությունում հասարակության որոշակի շերտ, ով հավատում է, որ դա այդպես է։ Եվ դա հենց մեր իրական աղետն է։ Հենց մեր իրական աղետը։ Մենք վախենում ենք մեր ունեցածից։ Մենք վախենում ենք ճիշտ գնահատել, վստահել ու տեղին կիրառել մեր ունեցածը։ Հենց տեղ է հարցերը։ Դրա համար ամեն մեկը գալիս է, ես եկել եմ փոփոխություն բերեմ։ Իսկ դու ով ես որ փոփոխել, դու մի հատ ինքդ փոխվի։ Մի հատ ինքդ փոխվի, տեսնենք հələ ոնց ես փոխվում։ Նոր կխոսենք այն փոփոխություններից, որը հնարավոր է դու բերես։ Գիտես քեզանից առաջ քանի հազար հոգի են եկել ուզեցել բան փոխել ու քեզանից հետո դեռ քանի հազար հոգի են գալու։ Դու մի հատ ցույց տուր, դու ինչն ես քո մեջ փոխել։ Դուք շարունակում եք ստել, կեղծել, խաբել, չեք ցանկանում փոխվեք, էլ չստեք, էլ չխաբեք, էլ չկեղծեք, դուք չեք կարող ինքներդ փոխվեք, եկել եք փոփոխություններից եք խոսում, կամ ով է ասել, որ ամեն փոփոխություն էդի լավ է կամ վատ է, կամ դու կարող ես կանխագուշակել, թե այդ փոփոխությունը որքանով է անհրաժեշտ ինձ, իմ ճակատագիրը ուրա տանելու է։ Դու եկել ես ասում ես 300,000 աշխատատեղ եմ բացելու, քեզ հիմնավորում ենք, որ դու չես կարող 300,000 աշխատատեղ բացես, որովհետև նախ 300,000 չաշխատող չունես, այս պայդրությամբ, եւ երկրորդ 300,000 աշխատատեղ բացելը, դա նշանակում է, մեկ ամիսը 30,000 համարյա աշխատատեղ բացել։ Այդ ինչ է սարքելու։ Չէ, կներեք։ Տարին 60,000 աշխատատեղ։ Ամիսը 5,000 աշխատատեղ։ Ամիսը 5,000, դու ամիսը մի հատ մեծ, շատ մեծ զավոդ ես ասում կսարքեմ։ Խափում ես։ Պարզ թվաբանությունն է դա ցույց տալիս։ Բայց քանի որ դու չգիտես Հայաստանի Հանրապետությունն ինչ է, դրա համար եկել մի հատ թիվ ես կրակել, դու ինքդ կրակն ես ընկել այդ թվի ձեռը։ Դու հիմա մի հատ փոքր ձեռնարկություն բացես 1000 հոգի աշխատողի խնդիր ես ունենալու։ Դու չես պատկերացնում, ու ցանկացած մեկը ով գյուղատնտեսներից սկսած, գյուղատնտեսության անուն եք սիրում տալ։ Գյուղատնտեսները, երբ որ բերքա հավաքելու սեզոնը գալիս է, հեշտ եք աշխատող ճարում։ Որ պետք լինի 100 աշխատող կարակ մի անգամից ճարեք։ Սիրելի գյուղական տնտեսությամբ զբաղվող իմ հայրենակիցներ։ Կամ սիրելի միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որ բիզնես եք դնում, հեշտ եք 30 հոգի աշխատող ճարում։ Կարճ դադար մեր եթերում։
Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, ու գիտեք, անվտանգությունից են խոսում։ Մենք, չգիտեմ, օդը կփակենք, գիտեք էդ ինչի են տենց ասում։ Որովհետև գիտեն, որ Արցախում նախ եւ առաջ մենք օդում պարտվեցինք։ Օդի պատճառով պարտվեցինք, նախ եւ առաջ։ Բայց դա պետք է ռազմական գիտությունից շատ հեռու մեկը լինել, որպեսզի կարծել, թե եթե օդդ փագա դու ապահով ես։ Կամ կարող ենք իմանալ օդը մոտավորապես ինչով եք պատրաստում փակվել, ինչական զենքերով։ Եվ արդյոք այն կողմը, ումից որ զենքեր եք բերում, հետո այն մյուս զենքերը այն մյուս կողմից կարող եք բերել, դուք գիտեք այդպես, հա։ Այդպես չի, զենքի գնումները շատ սպეციფიկ մոտեցում են պահանջում։ Եվ այդ շուկաները բացել է այս իշխանությունը։ Բայց ինչի ժամանակին չէի կառնում։ Չէի կառնում, որովհետև մենակ Ռուսաստանն էր տալիս ու պարտադրում, որ մենակ իրենից առել, որպեսզի ինքը կարողանա կառավարել քո զենքի քանակությունը, որովհետև որոշել է, որ պիտի Ադրբեջանը Արցախը վերցնի, եւ Արցախին արդեն 5 միլիարդի զենքը տվել է։ Դու քեզ չի տալիս, չի էլ թողնում գնաս ուրիշ տեղից բերես։ Դու ով ես որ կարողանաս ասենք օրինակ Նարեկ իսկապես Սամվելը կարա կանգնի Պուտինի հետ խոսի այնպես ինչպես Փաշինյանը խոսեց։ Չէ, չեմ ասում թուրը հանել բան, չգիտեմ, բայց գոնե հակադրվեր։ Կա մարդ որ հավատում է սրան։ Կա մարդ որ հավատում է, որ նախկինեից որևիցե մեկը կարա Պուտինի ասացին հակադրվի։ Ես չեմ ճանաչում տենց մեկին։ Որովհետև նենց չէ, Պուտինը նստած մեր մասին է մտածում, բնական է բաներ կասի, որը որ մեր պետության շահերից չի բխում։ Կարող են սրանք հակադրվել։ Չեն կարող։ Այնպես որ ձեր այդ սուտի բաները, հա, բանակից խոսողներին դու նայ։ Մեր զորքը մշտապես եղել է խրամատային վիճակում։ Դուք զինվորին պահել եք խրամատում։ Դուք պրոֆեսիոնալ բանակ երբ որ ասում եք, ինչ եք հասկանում։ Իմիջայլոց մեր զորքը սովոր չի եղել հարվածային գործողություն իրականացնի։ Սրա մասին որևիցե մեկը խոսելու եք, թե ոչ։ Որովհետև մեր զորքը հարվածային ոչ մի բան չի սովորել, ինչպես է պետքա։ Զորքը չէ, դեռ զորքին դնենք մի կողմ։ Դո մեր բանը հատուկ նշանակության զորքերը սկի հարվածային, չէ, սպեցնազը, մեր սպեցը իսկապես մարտի դաշտում իրան լավ է դրսևորել։ Հարցը սրանում չի հարգանքներս այդ տղերքին։ Այն որ 1000 ներողություն գուցե հեռուստատեսային լեքսիկոն չի, մեռնեմ ձեր կյանքին։ Սա էսպես։ Բայց եւ այո, նրանք արել են ավելին, քան ընդունակ են եղել մինչեւ այդ։ Նրանք նաեւ որոշակի հարվածային գործողություն են արել։ Բայց անգամ մեր սպեցը մասնագիտացված չի, հատուկ մասնագիտացված չի եղել։ Բան անի։ Հարվածային մտնի, ինչա դա նշանակում, մտնել թշնամու թիկունք, խորք ու մանր հարվածներով ջլատել նրա տեղաշարժը, ենթակառուցվածքները եւ բան անել, նրա տեմպերը դանդաղացնել, թուլացնել եւ այլն։ Մենք տենց զորք կամ տենց հատուկ նշանակության բան ենք ունեցել։ Պրոֆեսիոնալ բանակի ամենակարևոր ֆունկցիաներից մեկն է։ Բա գտնվես 30 տարի փխրուն հրադադարի շրջանակներում, օրական քո սահմանին առնվազն 1-2 զոհ ունենաս, դու էլ իրավունք չունենաս կրակելու են կողմի վրա, ու պրոֆեսիոնալ բանակի մասին խոսես միայն Արցախը կորցնելուց հետո, ու այսօր գազ կանգնես, ասես մենք որ ընտրվենք անվտանգությունը եսի մինչե, դուք մեր վտանգն եք հենց, դուք վտանգ եք ներկայացել ձեր անգործությամբ հենց, դուք մտ գիտակցում եք դուք ով եք, դուք ով եք ու ինչի եք վերածվել, ես գիտեք ինչ,
Այո 90-ականներին շատերի մասին շատ լեգենդներ կարան պատմած լինեն, բայց եթե դու հետո հանձնես առել պարտականություններ ու տոտալ պրավալի ես ենթարկել, կներեք, դա ամեն ինչ զրոյացնում ու չեզոքացնում է, ու օգտվել, չգիտեմ ինչ բաներից ու անուն ունենք բան, այդ չեղավ, չի աշխատում տենց։ Հիմա մենք ունենք, մեր բանակում ունենք զորքեր, ովքեր հատուկ պատրաստություն անցնում են, մենք ունենք լուրջ սիմուլյատորներ, որոնց վրա լուրջ պատրաստություններ է գնում, մենք շատ բան ունենք, բայց էդի նոր ունենք, բախի նոր ունենք, մեկը թարս չեք տալիս ձեզ, Արցախում ամեն բանին խաչմերուկի վրա պիտի տենց սիմուլյացիոն կենտրոն լիներ զինվորների համար, որ կրակային գոնե տարել մցրել խրամատի մեջ նստացրել եք զինվորներին, ոչ մի բան չեք պատրաստել, Էդ ես դեռ մաքսիմումը չի դա, մաքսիմումը որ ասեմ կարող է խայտարակ լինեք, մի քիչ թասիբ ունենաք, ինքնասպանել կլինեք։ Ինչից ուզում խոսում են։ Բերել են կանգնացրել են Սամվել Կարապետյանը, հեսա պատմական իրադարձություն է տեղի ունենում, այսօր նա խոսելու է, խոսեց։ Տեղի ունեցավ այդ պատմական իրադարձությունը, տեսակ ինչ էր խոսում։ Կամ ով էր խոսում, հաստատ Սամվելն էր, իմիջիայլոց այս հարցը շատերին է հետաքրքրում, դա արհեստական բանականությունով էր պատրաստած թե ոչ, ես հակված եմ եղել, որ ոչ, բայց նաև կարող եք շաբաթօրվա իմ YouTube-յան եթերը նայել, եթե չեք նայել, ասում եմ, չեմ կարող հստակ ասել, որ արհեստական բանականությունով էր, բայց մի բան հաստատ էր, որ շատ վատ էին նկարել ու փորձել նկարածից մի բան ստանալ, այնտեղ մոնտաժային ինչ-որ վատ ներգործություն էին ունեցել, որովհետև այդ մարդը տեքստը չէր կարողացել ասել մի դուբլով, որովհետև նախադասություն առ նախադասություն էին գրել, ինչ անեն, այդ մարդը չի կարում խոսա։ Տենց էլ խոստանում է գնա բանակցությունների բան, ԵԽԽՎ-ում ելույթ ունենա բան, ասենք խայտարակություն ենք էլի բան անում։ Եվ այս իմաստով խնդրեմ ՖԻՊ-ը փաստերի ստուգման հարթակը հրապարակում արել իմիջայլոց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 11-ին իր տելեգրամյան ալիքում հարցում է հրապարակել, թե արդյոք ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տեսաուղերձը Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին իրական է, թե ստեղծված է արհեստական բանականության միջոցով։ Հարցմանը այս պահի դրությամբ մասնակցել է ավելի քան 1300 հոգի, մեծ մասը պատասխանելով, որ տեսանյութը ստեղծված է ԱԲ-ով։ Իմիջիայլոց մեծ մաս ասելով 15% ասում են ռեալ է, 85% ասել են արհեստական։ Նման կասկած էին հայտնում նաև սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, փորձելով կռահել, արդյոք Սամվել Կարապետյանի ուղերձն ԱԲ-ի միջոցով է ստացվել, հաշվի առնելով նախկինում նրա ԱԲ-ով գեներացված տեսաուղերձները։ Ավելի վաղ էլ լրագրողի հետ զրույցում Կարապետյանի քաղաքական թիմի անդամ Արամ Վարդևանյանն անդրադառնալով Սիմոնյանի հարցմանը հերքել էր, թե տեսաուղերձն ԱԲ-ով է պատրաստված, նա նշել է, որ անձամբ է ներկա եղել դրա նկարահանմանը։ Փաստերի ստուգման հարթակը փորձել է մուլտիմեդիա բովանդակության մեջ ԱԲ հետքերի հայտնաբերման գործիքների միջոցով պարզել, արդյոք Կարապետյանի տեսաուղերձը ԱԲ է, թե ոչ։ Այսպես Deepware գործիքը Կարապետյանի տեսանյութի որոշ հատվածներ կասկածելի է համարել։ Այս գործիքի կողմից օգտագործվող բաղկացուցիչները տեսանյութում կասկածելի տարրեր են գտել, սակայն տեսանյութի վերջնական վերլուծությունը ցույց է տալիս, որ տեսանյութը կեղծ կամ արհեստական բանականություն չէ։ Փաստերի ստուգման հարթակը Կարապետյանի տեսանյութում ԱԲ-ի մասնակցությունը փորձել է որոշել նաև InVid գործիքի միջոցով, որը եւս հուշում է, որ այն ԱԲ չէ։
Այս գործիքը տեսանյութը բաժանում է հատվածների եւ յուրաքանչյուր հատվածի համար գնահատում արդյոք արկա են աբոյով մանիպուլյացիայի նշաններ։ Կարապետյանի տեսանյութի դեպքում առանձին հատվածներում գրանցվել է առավելագույնը շուրջ 2% հավանականություն, ինչը համարվում է շատ թույլ եւ ոչ վերջնական գնահատական։ Այսպիսով ԱԲ-ով գործիքները չեն հաստատում, որ Կարապետյանի տեսաուղերձն իրական չէ, հետեւաբար նման պնդումները փաստահեն չեն, ամենայն դեպս գոնե փաստահեն չեն, դա հաստատ։ Հիմի մարդը կանգնե խոսելա, սա գիտեք ինչ, եթե լիներ ԱԲ-ով, կասենք դե հն, այս չի քաշներ այդ ԱԲ-ով կխնդեինք, կանցնեինք առաջ, բայց շատ ավելի մեծ խայտառակություն ա, որ արհեստական բանականությունով չէր, այլ այդ ինչ որ մենք տեսանք իրական ա, այ հենց սա է զարհուրելին։ Հա, իմիջայլոց այդ միտինգի ժամանակ, սես մի հատ փոքրիկ ռեմարկ էլի մեջ բերում, մենք տեսանք սես պլակատներ, իբր տարբեր գյուղերից տենց եկած, տարբեր համայնքներից, այս ինչ համայնքը, չգիտեմ, ինչ, նույն լոզունգով էր, հա, ես խորհուրդ կտամ ձեզ, արհեստականությունը մի քիչ կչացրեք, ասեմ ինչու, չեն կարող մի համայնքի եւ լրիվ մյուս Հայաստանի մյուս ծայրի համայնքի, հետո լրիվ ուրիշ համայնքի ներկայացուցիչները ինքնաբուխ հավաքվել մի վայրում ու բոլորի պլակատը նույն տեղից լինի պատվիրած, նույնից, նույն չափերով, նույն փայտով թափտազա, նույն ձեռագրով գրած, չի կարող դա լինի, հասկանում եք, դա ինքնաբուխ չի, արհեստական ա ուրեմն դուք գրել եք արդեն, տպել եք տվել, գնացել ասել եք մի հատ տպեք, այս ինչը մեր հետ, այն ինչը մեր հետ, այն ինչը մեր հետ, այն ու եկել են բաժանել եք, հասկանում եք, մի արեք տենց, դուք եկել եք 1000 տարվա միտինգ անողներին, ուզում եք բան խաբեք, մենք որ 1000 տակով անցել ենք ամենատարբեր միտինգների միջով, այն էլ Քոչարյանի ու Սերժի ժամանակները, հավատացեք դուք ստեղ ֆռռացնելու մեկը չունեք, գնացեք ռուսներին խաբեք, մեզ չեք կարա, ինքնաբուխը ամեն մեկը մի պլակատով ա լինում, ամեն մեկը իր ձևով ա գրած լինում, իր պատկերացումով, ոչ թե նույնիսկ մենակ համայնքի անունը փոխած, դա ինքնաբուխ ու ամբողջ Հայաստանից չի կարող լինել նարեկ, այ որ ասում ենք մի խաբեք, մի կեղծեք, նաև սենց բաներ նկատի ունենք, մի խոսքով լավ, այս մարդը տենց պատմական իրադարձություն կերտեց ուղիղ տեղը, պատմականորեն վատ ելույթով եւ ցույց տվեց թե ինչպես չի կարող ինչքան տգեղա երբ որ հայ մարդը չի տիրապետում հայերեն տառերին դա ասեն գոնե սուֆլյորա չէ դերած եղել դեմը որ կարդա նախադասություն ա գրվել այսի մի դուբլով չէ ես կարող եմ անգամ դրանք մասնագիտորեն էլ ցույց տալ չնայած հեռուստատեսության աշխատողները, օպերատորներ, մոնտաժնիկները այդ ամեն ինչը անձն աչքով տեսնում են, երևում է։ Դուք էլ որ ուշադիր լինեք, կհասկանաք ինչի մասն է խոսքը։ Չի կարողացել մի հատ տեքստ գրվի։ Եք այդ մարդուն բերում որ տանջեք, այդ մարդը հələ տարին մեկ առնվազն պիտի դուրս գա նոր տարի, շնորհավորի եւ այլ։ Քոչարյանի նման էլ այսպես սվորվում ենք հայերեն։ Սվորվում ենք, ամենք շկոլի դռանը մոռանում ենք։ Չգիտեմ, դե հանրահավաքին երևի էլ չարժի շատ անդրադառնալ, բայց քանի որ խոսեցինք Ալեն Սիմոնյանի հետ կապված, ուրեմն այս վերջերս շատ տարածում են բանում, այդ համացանցում, որ այդ տեսեք ինչ ասում Ալեն Սիմոնյանը, նա ասում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, այս ինչ ասում, վայ մի հատ տեսեք, սա թրքամետ, ինչքան որ ասում ենք բան, իսկ դուք ինչ եք ասում, այ համովներ ջան, տեսեք, այո, հարևանները մեկը մյուսի անվտանգության երաշխավորն է լինում, եթե հարաբերություններ են կարգավորում, դա ոչ թե ինչ որտեղ գրվում կամ արձանագրվում է, այլ դա գնահատականն է, բնութագրող գնահատականը, եթե տնտեսությունը զարգանում երկու երկրների միջև,
Եթե երկու երկրների միջև զարգանում են հարաբերություններ, դիվանագիտական կլինի թե ինչպիսի, թեկուզ հասարակական, տեսնում ենք հասարակական գործիչները այն էլի գնացել Ադրբեջան վերադարձել ու հետաքրքիր բաներ են ասում, բայց դա դեռ հարցի մյուս կողմն է։ Ապա դրանով իսկ երաշխավորվում է խաղաղությունը, դրանով իսկ երաշխավորվում է մեկի կողմից մյուսի հանդեպ բանը անվտանգությունը, հասկանում եք թե բարդ եմ բացատրում։ Եվ այո, տարածաշրջանում, եթե հաջողվում է այս ամեն ինչը ու այս հարաբերությունները հաստատել, եթե սահմաններն էլ բացվի, ուզի թե չուզի ստացվում է, որ մենք հարևաններով 5-ով Վրաստան, Իրան, Հայաստանը մեջտեղը, Ադրբեջան, Թուրքիա 5-ով մեկս մյուսի անվտանգության երաշխավոր ենք լինում, որովհետև մենք հարաբերություններ ենք կերտում, եւ քանի կան հարաբերություններ եւ փոխադարձ շահեր, բնականաբար այդքան նվազում է վտանգի բանը այդ չափը, մեկը մյուսին սկսում է վտանգ չսպառնալ կամ քիչ վտանգ սպառնալ։ Ասենք, այս տարական բանը եթե չեն հասկանում քաղաքացիներ, դա ոչինչ, մենք կբացատրենք, բայց եթե սա փորձում են լրատվական ինչ-որ իրենց կոչող կամ իրենց լրագրողի, գիտեք, լրագրողը եթե քաղաքացուց պիտի մի գլուխ գոնե բարձր չլինի ինֆորմացիան տեղ հասցնելու առումով, եթե պիտի լինի բան, բիսեդկի բամբասանք չի կնգան մանել, դրա լրագրողը ո՞րն է։ Եթե տարական բանը իբր չեք հասկանում, դա կներեք շատ լուրջ խնդիր է։ Ցավոք դա չափազանց լուրջ խնդիր է։ Այնպես որ ուտեղ այդ ջրում պետք չի փորձել ձուկ որսել։ Ուրեմն, եւ հաղորդման վերջնամասում ժողովուրդ ջան առաջարկում եմ Գևորգ Պապոյանի երեկվա գրառումը ընթերցենք 2025-ին 24-ի համեմատ Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88%-ով։ Սա գիտեք ինչի ցուցիչ է, ցուցանիշ է, որ վստահում են պետությանը։ Իսկ ուղղակի ներդրումները 3.6 անգամ 131.6 միլիոն դոլարից դառնալով 605.1 դոլար։ Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են Միացյալ Նահանգները, Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Սինգապուր, Շվեյցարիա, Ֆրանսիա։ Հետաքրքիր է, չէ՞։ Ու հրապարակված է բնականաբար աղյուսակը այդ գրաֆիկով։ Դե գնահատական տանք ու սա սկիզբն է դեռ, նոր սկսվում է ամեն ինչ։ Եվ սա անկախության մասին է, որը այնքան շատ դուրս չի գալիս Ռուսաստանին, որն այնքան շատ է ատում Ռուսաստան եւ ոչ միայն Ռուսաստանը, Ռուսաստանի արմիաշկաները, Մարգարիտա Սիմանյանները, Կարեն Շախնազարովները եւ այլոք, ովքեր թե ուղիղ են սրա մասին ասել եւ թե sense խաղերով եւ ումոնց որ շատ սիրում է ցիտել Ռոբերտ Քոչարյանը իր հատկապես մամուլի ասուլիսների ժամանակ եւ մենք դրա մասին խոսել ենք իմիջայլոց այս Արեգ Քոչինյանից խումբը Ադրբեջանից որ վերադարձել է համառոտ էս մի բանը մենակ ասեմ ուրեմն այնտեղ մի հետաքրքիր պահ եղավ մամուլի ասուլիս էին տալիս դե բնականաբար ու ներկաներից մեկն ասաց որ անգամ Ֆիզուլիում չեն կարողանում վերաբնակություն հաստատել տանում են սրանք ելնում հետ են փախնում էլի Բաքու առհասարակ Արցախի տարածքում չեն կարողանում բայց հիշում եք ստեղ ինչեր էին տարածում 300,000 հայերի են բերելու այստեղ ու բոլորը ցանցված են այն որ ես էլ ասում եմ թող բերեն տեսնենք ում են բերում 300,000 հոգի որ կան ինչով են ստեղ ապրելու
Ոնց են ապրելու։ Բա հեսա դեմոգրաֆիկ փոփոխություն կլինի։ Դեմոգրաֆիկ փոփոխություն գիտեք երբ եղավ Հայաստանում։ Երբ որ ձեր երեխեքին տարակ ռուսական պասպորտ հանեցիք, որ հանգարց չծառայեն հայոց բանակին։ Այ դեմոգրաֆիկ փոփոխություն այդ ժամանակ եղավ ի վնաս Հայաստանի։ Չնայած ես ձեզ ասեմ, որ երբեմն դեմոգրաֆիկ փոփոխությունները ի օգուտ պետության են լինում, նայած բանով, բայց ինչեւ է։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։